Հայկական փորձագիտական, քաղաքական դաշտն ու հասարակությունը քննարկում են նախ եւ առաջ ոչ թե համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը, որն ի դեպ հրապարակված չէ, այլ այն հարցը, թե արդյոք Ալիևը որևէ թղթի տակ ստորագրություն կդնի, երբ նրա հռետորաբանությունը լիովին այլ բան է հուշում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է Բաքվի ստերը, թե սահմանագոտում հայկական կողմը կրակ է բացել։ Եվրամիության դիտորդական առաքելությունն էլ հայտարարեց, իրավիճակը սահմանին մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։ Ալիևի այս ձեռագիրը մեզ լավ հայտնի է, արդյոք նորից սադրանքի հող է նախապատրաստում։ Ամեն դեպքում խորհրդարանի նախագահը կարծում է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար։ Ալիևն ասել էր, թե հայկական կողմի նկատմամբ զրոյական վստահություն ունի։ Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլը կգնա, նոր ենք հայտարարել, որ ղեկավարության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում։ Հայաստանի համար վտանգավոր կետ չկա, փաստաթղթում շարունակում է ազգային ժողովի նախագահը, պարզաբանում է, եթե նույնիսկ վտանգավոր կետեր կան, ապա դրանք երկուսի համար են, որովհետև բոլոր կետերը երկկողմանի են։ Այդ դեպքում ինչու էր Ադրբեջանը ամիսներ շարունակ զիջումներ պահանջում, իսկ Հայաստանը հրաժարվում համաձայնել այդ կետերին։ Քաղաքագետը կարծում է, ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունը ծանրութ հետև է արել, թե ավելի մեծ վտանգ է պահանջում չհամաձայնելը, թե համաձայնելը։ Արդյունքում եկել են եզրահանգմանը, որ ավելի քիչ վտանգավոր է համաձայնել ադրբեջանական պահանջին։ Ասում է, պարզ է, որ պահանջներն այս ընթացքում հայկական կողմի սրտով չեն եղել։ Ես պարզ է, որ եթե մենք ընդունել ենք, ոչինչ չանենք, որ դա մեզ համար դարձել է ավելի ձեռնտու։ Պատմաբեդ ենթադրում եմ, որ որոշում ընդունումների գտել են, որ մերժումը ավելի ծանր բացական հետևանքների կհանգեցնի, քան պահանջների ընդունումը։ Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Ալիևը կստորագրի փաստաթուղթը, քաղաքագետը հիշեցնում է, անկախ փաստաթղթի բովանդակության համաձայնեցումից, Ադրբեջանը շարունակում է նաև հիմա նախապայմաններ առաջ քաշել, մեծ հաշվով երաշխիք չտալով, որ եթե տեքստը համաձայնեցված է, ապա ստորագրումը մոտ է։ Ինչ վերաբերում է սահմանին հայկական սադրանքի մասին կեղծ լուրերին, ապա այստեղ դարձյալ նորություն չկա։ Քաղաքագետը համոզված է, Բաքուն բաց է պահում հավանական ռազմական ագրեսիայի պատուհանը։ Արվում է, որպեսզի ցանկացած բան, երբ Ադրբեջանի քաղաքական որոշում, քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի կամ ինքը հանգի եզրակացության, որ եկել է պահա ռազմական գործողությունների վերսկսման, որպեսզի ֆոնը լինի նպաստավոր գետնի վրա իրական փոփոխություններ չկան։ Այո, մենք ունենք համաձայնեցված հրապարակված տեքստ, բայց բնույթ ժամանակ ունենք իրավիճակ, երբ եթե Ադրբեջանը չփոխի իր դիրքորոշումը, ապա այս համաձայնագիրի ստորագրումը լավագույն դեպքում հնարավոր է առնվազն 1.5 տարի անց 2021 թվականի երկրորդ կեսին։ Ինչ սպասես ստող կրակելու սպառնալիք օդում կախած, քեզ չվստահող հարևանից, որ վերջնագրեր է դնում խաղաղության սեղանին։ Կստորագրի թե ոչ, հարցը մեկ պատասխան ունի՝ չեն փոխվել բռնապետի առավելապաշտական երազանքները։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։